առաջին հերթին մենք դիմել ենք ուղղակի խափանման միջոցի փոփոխության համար, առաջին միջնորդության համար կարծում եմ, քանի որ տեղյակ չէին դատավորներ դեռևս գործից, շատ ճիշտ որոշում են կայացրել, այսինքն արդարություն դեռևս կա։ Դուք սպասում եք, որ այնուամենայնիվ այլընտրանքային խափանման միջոց կընտրվի, թե դատանի որոշումը իր մեջ դեսամանալ անակնկալում է։ Եթե արդարացիորեն սպասելիքների մասին է խոսքը, այո, մենք ակնկալում ենք, որ պետք է արդարացի որոշում լինի, եւ շատ ուրախ ենք, որ դեռևս վերջնականորեն չի վախճանվել դատական համակարգայցում։ Հավանաբար այս ամիսներին ձեր ամուսինը, ձեր երեխաների հայրը ձեր կողքին չի եղել, ինչպես է եղել ձեր երեխաների արձագանքը, նրանց նիստուկացը, ձեր առօրյան։ Դե իհարկե շատ դժվար, որովհետև երեխաները անչափահաս են, մանավանդ փոքրիկը շատ է կարոտում հայրիկին, անդադ հարցնում է երբ է գալու հայրիկը, դե իհարկե մենք չենք կարող ամեն ինչ բացատրել երեխային, որ ինչ է կատարվում, փորձում ենք որոշակի առումով երեխային այնպես անել, որ իրականությունից կտրված լինի։ Մի խոսքով հիմա կարծում եմ, որ շատ ուրախանա, որ տեսնի երեխան հայրիկին փոքրը, դե մեծերը ներկա են, ամեն ինչ շատ լավ հասկանում։ Արձագանքեցին, որ ներկա են, ես տեսա դատական շատ հասկացան ինչի մասին։ Դե ընթացքը գիտեք, իհարկե հասկացան, որ տնային գալանք է, դե ընդհանուր դատական նիստով որոշ բաներ դե երեխային կարող է հասկանալ ընթացքը ինչպես ընթացավ, բայց դե որոշումը իհարկե լսեցին ներկային։ Տնային գալանքը եւս խիստ էլի բաժի միջոց է, խափանման միջոց է համարվում։ Ճիշտ է, հիմա ձեր ամուսինը տանը կլինի, երեխաները անընդհատ իրեն կարոտը կառնեք, բայց դուք սպասում եք, ձեզ համար սա այսպես ասած ընդունելի տարբերակ է, որ էլի ոչ պակաս խիստ խափանման միջոց է դրական, թե ավելի ներկայացնում։ Ես նոր ասեցի այդ մասով, քանի որ դեռևս նոր դատական նիստերը տեղի ունենալու եւ դատավորները երևի թե տեղյակ չեն գործի ընթացքին, մենք առաջնահերթ խնդրել ենք, որպեսզի խափանման միջոցը փոփոխվի, ակնկալում եմ հետագա դատական նիստերի ժամանակ, որ արդեն լիովին արդարություն կլինի, այսինքն լիովին արդարությունը կվերականգնվի եւ խափանման միջոցը շատ կփոխվի։ Դատախազը ամեն ինչ անում էր, որ անտեսային հանգամանքը, որ Դավիթ Համբարձումյանը վճռի մասին իմանալից Հայաստանում չի եղել, բայց ինքնական վերադարձել է, այս մասով ինչ կարող եք ասել։ Դե ես կարծում դատախազները հենց նրա համար են, որպեսզի որպեսզի այսինքն հակաբաներ ասեն, որպեսզի փաստարկներ, որպեսզի դատավորները արդարացի որոշում չկայացնեն, բայց ինքներդ ներկա եղաք եւ տեսաք, որ դատավորները հասկացան, որ ուղղակի միջնորդությունը դատախազի ոչ իրավական